ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահից պարզաբանում ակնկալող հայտարարությունից 5 օր անց Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը Դանիայում է։ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի արարողակարգային դիմավորումից հետո տարածվեցին երկկողմ հանդիպման կադրերը։ Նյու Յորքում Փաշինյանն ասել էր՝ իմաստ ունի, որ Ալիևը պարզաբանի, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք արտահայտությունն օգտագործելով, իսկ Կոպենհագեն գալուց ժամեր առաջ այս մասին խոսել էր Հայաստանի խորհրդարանում, կոչ անելով փակել թեման։ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապ չունի։ Զանգեզուրի միջանցքը Հորադիս Զանգելան ճանապարհն է, որը կարա ձգվի մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ, սահմանային կետ, չհասած Հայաստանի սահման։ Զանգեզուրի միջանցքը, իրանց երկրի տարածքում անուն ինչ ուզում են դնեն, դա մեր երկրի մասին չի։ Հետևաբար, այդ թեման եկեք համարենք փակված։ Այս գայուն հարցը Փաշինյանը բարձրացրեց Ալիևի առջև, պարզաբանում ստացավ, պաշտոնական տեքստից պարզ չի դառնում։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետն ու նախագահը քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում թրիփ նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ, կարևորել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները։ Կողմերն ընդգծել են Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություն նշանակալիությունը եւ վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Նաեւ ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումն ու կարևորել վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը։ Նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Այստեղ եւս բացակայում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Փաշինյանի հաջորդ ավելի ջերմ հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ է։ Ֆրանսիայի նախագահը ողջունում է հայկական պատվիրակությանը, հետո Փաշինյանի հետ առանձնազրույցն է։ Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմավոլորտ գործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները, նաեւ տարածաշրջանային զարգացումներն ու Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ թրիփ նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Ելիսեյան պալատի ղեկավարը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հռչակագրի նախաստորագրումը մեծ ձեռքբերում է։ Շնորհավորում եմ երկու ղեկավարներին։ Մենք շատ կենտրոնացած ենք Հարավային Կովկասում եւ Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Տեսախցիկների օբյեկտիվից չեն վրիպել նաև առաջնորդների ոչ ֆորմալ շփումները Կոպենհագենի հավաքի կուլիսներում։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Ալիևի ներկայությամբ կատակով դիմել է Մակրոնին։ Դուք պետք է ներողություն խնդրեք մեզնից, որովհետև չեք շնորհավորել մեզ Ալբանիայի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարք կնքելու համար, որը տեղի է ունեցել նախագահ Թրամփի նախաձեռնությամբ։ Մակրոնն արձագանքել է հումորով։ Կներեք։ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ մեծ հավաքը 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում է հաջորդ տարվա գարնանը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։